Նոր գտակարան Մարկոս 11, 1-19 համարներ Հիսուսի մուտքը Երուսաղեմ Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային, Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց և նրանց ասաց. «Գնացեք դիմացի գյուղը և հենց այնտեղ մտնեք, մի կապված ավանակ կգտնեք, որի վրա դեռ ոչ ոք չի նստե, արձակեք այն և բերեք։ Ու եթե որևէ մեկը ձեզ ասի, ինչու եք դա անում, ասեք, որ այն պետք է Տիրոջը, և նա այն իսկույն այստեղ կուղարկի»։ Նրանք գնացին ու ավանակը գտան փողոցից դուրս մի դռան մոտ կապված և արձակեցին այն։ Այնտեղ կանգնածներից ոմանք նրանց ասացին. «Այդ ինչ եք անում, ինչու եք այդ ավանակն արձակում»։ Իսկ նրանք պատասխանեցին, ինչպես Հիսուսն էր կարգադրել, և թույլ տվեցին նրանց։ Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։ Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում, և Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում. «Ովսաննա, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, օրհնյալ է մեր հոր Դավիթի թագավորությունը, որ գալիս է, Ովսաննա բարձրյալին»։ Հիսուսը մտավ Երուսաղեմ և տաճար գնաց, շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, 12 աշակերտների հետ գնաց Բեթանիա։ Անպտուղ թզենին Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալի, Հիսուսը քաղց զգաց։ Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի, բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։ Հիսուսն ասաց թզենուն. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Նրա աշակերտները լսում էին։ Տաճարում առևտուր անողների վտարումը Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնե-վաճառների աթոռները։ Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր, և ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ, թե իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպես նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։